Հունիսի 2-ին կեսգիշերի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Արամայից Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի առաջին մասով զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը երկրի բնակչության հետ բացահայտ չի խոսում Եվրամիության անցնելու մասին եւ թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները, քանի որ նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը եւ Հայաստանի պետականությունը։ Քաղաքական գործիչը մատնանշել է, թե կոնկրետ ինչով կանդրադառնա Հայաստանի համարյա ԱՏՄ-ից դուրս գալը։ Բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ։ Ռուսաստանից Հայաստան անդրսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար, կտրուկ կկրճատվեն։ Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորումը հնարավոր կդառնա միայն արտոնագրերով։ Հայաստանից մեր երկիր ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլի եւ հանքային ջրի մատակարարումները կկասեցվեն։ Փաշինյանը հավանաբար անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը Եվրամիությանը միացնելու հարցում եւ ի կատար է ածում այն։ Միևնույն ժամանակ նա փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարթել ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի վրա։ Ակնհայտ է, որ նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը։ Տվյալ դեպքում նա կարծում է, որ այս կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը թանկ է լինելու։ ԵԱՏՄ-ի նոր սահմանափակումները Հայաստանում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ Սևանում քարոզարշավի ժամանակ պատասխանելով ռուսական իզվեստիայի հարցերին ասել է Փաշինյանը։ Այն, ինչ վերաբերում է բուսասանիտարականին, դա սովորական բան է։ Դա միշտ էլ եղել է եւ պետք է լինի, որովհետեւ անշուշտ այն ապրանքների առողջությունն ու որակը, որոնք մենք մատակարարում ենք երկրների միջև եւ Եվրամիությանը, շատ կարեւոր է, բայց այս պահին դա քաղաքականացվում է եւ ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում եվրոպական ներդրումների ուղղությամբ։ Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքների մասին է գրել այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Ըստ նրա, անկախ ընտրությունների ելքից Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան, իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։ 4 կողմը լարվածության, Իրանում նոր պատերազմի աճող հավանականության եւ այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին ներքին համերաշխության եւ զսպվածության, նույնիսկ իրար հետ աշխատելու ուղղակի կամ անուղղակի խողովակներ ու կանոններ։ Այդ հնարավորությունը տապալեց իշխանությունը իր ագրեսիվ պահվածքով։ Ստացանք պառակտված գերտոքսիկ հասարակություն։ Աշխարհը մտնում է տնտեսական լուրջ ճգնաժամի փուլ, էներգակիրների գնի աճի եւ պարարտանյութերի համաշխարհային զգալի դեֆիցիտի ու թանկացման ամենուր սպասվում են լուրջ խնդիրներ։ Այս պայմաններում մենք մեզ դրել ենք միջազգային ընտրության առաջ, որը չպետք է լիներ։ ԵԱՏՄ թե ԵՄ ընտրություն չպետք է լիներ։ Չէր կարելի դրան հասցնել։ Ահռելի ջանքերով պետք է վերականգնել ներքին համերաշխությունը եւ Հայաստանը հանել միջազգային առճակատումներից։ Հայաստանում նախընտրական պայքարը մտել է ակտիվ փուլ եւ քաղաքական ուժերը կենտրոնացել են իրենց ընտրազանգվածի հետ աշխատանքի վրա։ Այսօրի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով ներկայում ընթանում է լուրջ մրցակցություն, իսկ առաջիկա խորհրդանում ներկայացված լինելու իրական հնարավորություն ունի 4-ից 5 քաղաքական ուժ։ Հակոբյանի գնահատմամբ ԿՊ-ն կհաղթահարի անցողիկ շեմը, սակայն դժվար թե կարողանա ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Խորհրդարան անցնելու հավակնություններ ունեն նաև ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը, նաև միասնության թևերը։ Եթե իսկապես, ինչպես սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, մասնակցությունը լինի թեկուզ 60%-ին մոտ, ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները վերարտադրվելու որևէ շանս չունեն։ Հիմա կարևորը մասնակցությունն ապահովելն է։ Բացի այդ, ընտրությունների լեգիտիմությունը պետք է գնահատել ոչ միայն քվեարկության օրվա, այլ ամբողջ նախընտրական շրջանի համատեքստում։ Վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում է տեղի ունենում։ Այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձերբակալություններ, կալանավորումներ, ճնշումներ, իշխանության ղեկավարի կողմից սպառնալիքներ, կզցնել, նստացնել։ Նրա բառապաշարը գերազանցեց այս 8 տարվա իր ստանդարտները, իսկ դա ուղղակիորեն սպառնալիք է, վախ է սերմանում։ Այս առումով ընտրություններն արդեն իսկ լեգիտիմության առումով կասկածելի են։
Միացյալ Նահանգների հետ մարտական գործողությունների վերսկսումը անխուսափելի է, կարծում է Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Ասադին։ Ըստ նրա, Վաշինգտոնը Թեհրանից կապիտուլյացիա է պահանջում, պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիան տարբերակ չէ։ Մենք պատրաստ ենք դրան եւ դրանում խնդիր չենք տեսնում, ուստի մտահոգություններ չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ներգրավի հակամարտության մեջ, հայտարարել է Ասադին։ Նա նախազգուշացրել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել իր բոլոր հնարավորությունները։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կարող են փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրումներ առել եւս մի քանի կետ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման եւ Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը Հական Ֆիդանի խոսքով Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իսրայելի շարունակվող ներխուժումը Լիբանան, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է վարում, Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ ռազմականացված խմբավորման դեմ լուրջ ռիսկ է ներկայացնում, որը կարող է տապալել այդ բանակցությունները։ Ֆիդանը վստահություն է հայտնել, որ ամերիկացիներն ու իրանցիները անկեղծ ցանկանում են հասնել հրադադարի եւ Հորմուզի նեղուցի բացմանը, բայց վստահ չէ Իսրայելի մտադրություններում։